իսկապես մեծ բանի է այս ձեզ տալելու։ Ես հիշում եմ բան, երբ ասում եմ, որ սենց իրար հետ ապրում են, բայց նորմալ չգիտենք ավանդույթները եւ այլն։ Շնորհակալ ենք։ Այս հատվածով կգնանք, պարոն Փաշինյան։ Մեր երկրների ազգային միության նախագահության անդամ պարոն Ալդանյանը այս հատվածով կգնանք, պարոն Փաշինյան։ Այստեղ մեր բարեկամության ուշնավորություններ, հայ եզդիական եղբայրության հիմնադիր նախաձեռնությամբ այս ներկայացնենք, կավարտենք նոր, լավ, շատ բարի։ Պարոն Փաշինյան, սա եզդիների ազգային հերոս Դավրեշի Ալդին է, այստեղից սկսվում են եզդի հերոսների եւ հայ հերոսների ներկայացմամբ, այսինքն երկու ժողովուրդների, եղբայրական ազգերի հերոսներ, ովքեր որ միասին դարերի ընթացքում իրար հետ կողքի պայքարել են հանուն բարօրության, հանուն երկու ժողովուրդների փրկության։ Այս հատվածում մենք տեսնում ենք Հասնե Հավերին, որը 18-ից 19-րդ դարերի ընթացքում եզդիների հերոսները առաջնորդ են։ Աստված առաջ մեծ հակավոր են, Ոչի ոչի Հասնե Հավերին անցանում է նաև 18-ից 19-րդ դարերի ընթացքում մեր ջարդերի, որոնք որ իրականացնում էին միլետորի ջարդավորությունը։ Ուզում եմ բարերին, իր աչքի վրա եկեք, շատ ուրախ եք, բարդ եք, ձեր պասպորտին մի հատ եք, իրեք հատեցից բարդ։ Այդ է կեսիմը։ Շուրա վայ, պալատավ։ از شنگالم جی از دیماو او پاسپورتم او پیر سال جو بدریم او و روچه تا زارویتا وش خلکی شنگال خراب او أخبين سالم الفيدرينا وما بيت الجنشار مستاني باليمان مقاطع Շատ ուրախ եմ, որ նորից դուք ընտրվեք, թող մեր երկիրը խաղաղապրի, մեր զինվորները խաղաղապրեն, հաջողություն լինի մեր երկրին, Ռոման ջան, քերեմ կևերը բրեմ։ Այս տեղը ինչ է, այսինքն նկատում եմ տարածքը, սրբավայրը, նաև այստեղ Այս հատվածում մշակույթ նկատում եմ ինչ-որ գերեզմանատուն կա, եւ հարակից տարածքում նաև սրբավայրը։ Բարոն ձեր բարի գալուս Պարոն Փաշինյան, այս ամենի Պարոն Սիմոնյան։ Բարի գալուս Մալաքե Թավուսը ձեզ օրհնի փորձանք լինել։ Այս հատվածը հենց ամբողջը համարվում է բարեկամության ուշահամալիր, մինչև մուտք գործել է հենց տարածքի բուն հատված, որտեղ կամարներից տեսնում ենք այն հատվածից։ Այստեղ ներկայացված է եզդիների ցեղասպանությունը 2014 թվականին որպես մշակույթով եւ ոգեկոչում անմեղ զորերի հիշատակին։ Իդեպ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը եւս շարաչել է 2016 թվականին որպես ուղղակելով այն ցեղասպանություն, որոնց բացկայնի նախաձեռնությամբ նաեւ օգոստոսի 3-ը ընդգծվեց եւ որոշվեց որպես այո հիշատակի օր։ Այո, այո։ Ոնց եք, շատ ուրախ եք։
ուրախ ենք, հետո շատ շնորհակալություն մեզ հարգելով, մեր ազգին, որ եկել եք ասել։ Երիկ ես դիա բնակ ամենքի բնակիչ է։ Ամենակտիվ բնակ։ Պարոն Փաշինյան, կարաք ցմալ Այսպես կոմիտասին ենք տեսնում, պարոն վարչապետ, որպես Եզդի ժողովրդի մեր բարեկամ, որպես մեր Ուսումբեկ Թեմուրյանցի, որը նաև հանդիսացել է Հայաստանի առաջին հանրապետության ազգային ժողովի պատգամավորը եւ միասին նաև սովորել են Գևորգյան ճեմարանում այո, կոմիտասի հետ միասին ամենամտերիմ եւ նոտայագրել է 12 եզդիական ազգային եւ Այս հատվածում հենց Բարերար Միրզա Սվյանի կողմից առաջին Բարև եկա, որտեղ խերով լինի, ենդիկի նոց են ասվարը շատը Այս հատվածում Բարերար եթրանկային շրջանների Սվյանի կողմից այս նվերը որպես խորհրդանիշ հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին եւ առաջին մշակութողն է եղել որպես Այս հատվածում տեսնում ենք Ուսումբեկ Թեմուրյանցին, ում մասին խոսվեց Անդրկովկասի եզդիների առաջնորդ եւ կոմիտասի մտերիմ ընկերներ։ Այո։ Մահացել է 1946 թվականին չեմ սխալվում, բնականաբար այդ ժամանակ իրականացել։ Այո։ Գանգիր աղայի հետ միասին իրենք նաև մասնակցել են մայիսյան հանրապետներին հերոսամարտին։ Այս ամբողջը կարծեք թե ամփոփված է մեկ հուշարձանների մեջ, որպես եղբայրության խորհրդանիշ։ Այստեղ մենք տեսնում ենք, թե մեր Խաչատուր Աբովյանի եզիկներ հոդվածից հետևյալ խոսույթը, իրենց հարևան ազգերից ոչ մեկի հետ նրանք այնքան սերտ չեն կապված, այնպես համատեղ չեն գործում, ինչպես հայերի, որոնք նրանք անվանում են եղբայրներ։ Եվ այստեղ, իսկապես այստեղ տեսնում ենք հավերժության խորհրդանիշը հայկական, սիրամարգը, արևի մեջ ընկնված հայկական խաչը։ Սիրամարգը Մալակետաուսը անձա Ոչ, հրեշտակապետ։ հրեշտակված Զորավար Անդրանիկ, որպես Եզդի ժողովրդի մեծ բարեկամ եւ նաեւ Ջահանգիր աղայի հասանյաց կամորը 1904 թվականին այնպես է ստացվում, որ ներկա է գտնվում հարսանեկին եւ հենց այդ հարսանեկի ժամանակ այդ բարեկամությունը հաստատվում է եւ նա դառնում է հարսանյաց կամորը առաջին անգամ, երբ որ եզդիների մեջ եւ հայերի մեջ կամոր սահմանությունը սկսեց այս հատվածից։ բոլոր եզդիական օջակները մի ժամանակ պարտադիր Ջանգիր աղայի մեքանի կողմից զորավար անձրան հավասարազոր գուցե եզդիների մոտ Ջանգիր աղայի զորավար անձրան իսկ պսակը սրբավայրում Այո։ բանի բան չկա, խնդիր չկա, որ ասած քրիստոնյան Տեսեք հարսանյաց կարող է լինել, դրանք տարբերությունները ինչ առնում այդ այսինքն կրոնական որևէ բան ցես չի իրականացում, դա որպես ընտանիքի բարեկամ եւ եղբայր է հանդիսանում եւ ինչու՞ չէ նաեւ խորհրդատու։ Այստեղ նաեւ Ջահանգիր աղայի մասին խոսեցինք, որ ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենիքի պաշտպանության մեջ եւ տվյալ դեպքում հստակ հայ եւ եզդի ժողովուրդների փրկության
եւ ոչնչացումից փրկելու համար իսկապես ծառայել է թե ժողովրդին եւ նաեւ մի բան էլ նշեմ, որ փորձեցին բազմիցս Ջանգիր աղային օգտագործել եւ հայ ժողովրդի դեմ նա ասաց, որ ես լինելով Ջանգոն, Խատիֆի որդին, երբևիցե չեմ դավաճանի մեր եղբայր հայ ժողովրդին, կլինենք միշտ միասին ու այդպես էլ եղավ ռազմի ամենադժվարին պահին, ինչպես ասում է նաև Դրաստամատ Կանայանը, մասնակցում է եւ դրանով որոշիչ է լինում նաև իր մասնակցությունը, իր հեծելազորով կանխվում է թշնամու ներխուժում է արդեն դեպի Երևան։ Ապարամի հյուրասանատան Փաշինյանի եւ Արաքելիսայի Սարդարապետի իրան աքսորում ինքը Սարատովի բանտերից մեկն է։ Եվ հետո արդեն մեր Երջենկա հիշատակ Միրզասարյանի աջակցությամբ կարողանում ենք նաև գերեզմանա եւ վերահրատարակում ենք այստեղ։ Այս հատվածից արդեն սկսվում է կամարից անցնելով, արդեն տարածքի տաճարի տարածք ենք գործում։ Ժողովուրդը այսօր գալիս եւ Ինչպես է պատճառ աշխարհում մագստրուկը սրբավայ իրավունքները նմանատիպ ես վարդությունությամբ մեր տաճարում դա իդեալության ամենաառաջին տաճարն է, որ կառուցվում է աշխարհում եւ դա ինքնին բարձրանալու ապարտանալու տեղիք է տալիս, որտեղ ոչ միայն հուսային Իրաքը, որը Հայաստանը իրավապարտությունը Հայաստանի բոլոր դրական գործընթացներին եւ փորձելով իրենց անմիջական ներքին եւ անհանգստանալ նաեւ հայոց այսօր էլ այդը եւս մեկ անգամ ստացվում է Համեցեք այս հատ։ Այս հիշում եք, որ ես այդ թեման 2 տարի առաջ Համեցեք Եղբայր, շեմին չի կարելի էլի։ Այս գիծը, այո։ Այս? Այո, այս գիծը, հենց ուղիղ այս գծի հատվածը շեմն է, այո, հենց այսպես կարող եք ունել։ հասկացա։ Այս տաճարը 7 գլխավոր հրեշտակապետերին է խորհրդանշում եւ մեծը, որը հենց Մալակի խաղոսանով է կոչվում։ Այս հատվածում մենք տեսնում ենք խորանը։ Իր 4 անկյուններ, այսինքն ըստ մեր եզդիական կրոնական գծաբանության երկիր մոլորակը, որքան այսպես բացատրվում է, 4 անկյուններից է բաղկացած։ Եվ այսօր 4 շարքի է 4-րդ 4-ը նաև մարդու մարմինն է մեջ պարունակում 4 էլեմենտ, 4 տարր, ով,
ջուր, կրակ եւ օդ։ Եվ այս 4-ը պարտադիր տեսեք, տարին բաժանվում է նաեւ սա 4-րդ տարի։ Ըստ եզդիական օրացույցի այդ ժամանակ դա Աստված դեռ փորձում է եւ երբ որ ավարտում է այն, այսօր է ավարտում եւ այսօր աշխարհասփյուռ եզդիությունը նշում է հենց տարեմուտ, այսինքն տվյալ դեպքում մենք մուտք ենք գործում նոր տարի եւ հենց ամիսն է որ մենք ապրիլը կոչում ենք Նիսան, նոր ժիա, նոր կյանք մենք մուտք ենք գործում նոր կյանք եւ թող այս որպես այդպեսին քանի որ մենք ընկալում ենք աշխարհաստեղծումը մենք չգիտենք երբ բայց որպես այդպեսին օգտագործում են 6700 արդեն 76 թվական այստեղ դա պայմանավորված է 776 արդեն 5 արդեն այսօր մուտք գործեցին 6 այն հատվածում դուք տեսնում եք Մալաքի Տաուսի խորհրդանիշը իրամարգի տեսքով այսինքն մենք չգիտենք նա ինչ տեսնում ունի պարզապես բառացի թարգմանաբար նշանակում է սրանք հեշտակ բայց ես զերծ կմնայի դրանից ավելի շատ օգտագործել այդ տերմին հենց եզդերանով, քանի որ արաբերենից է տավուս նշանակում սիրամարգի, եզդերանով տավուսի նշանակում է արև և ստվեր, այսինքն օրվա և գիշերվա հեշտակ, որը երբեք չի հանդիսանում, անընդհատ աշխատում է և ծավալում է Աստծուն։ Իր ձեռքում կրում է 4 անկյուններ երկրի մոլորակի, մենք տեսնում ենք վերևում 12 փետուրներ, որոնք խորհրդանշում են մեր այսպես ասած 12 ամիսների տարվա 7 փետուրների հատվածից տեսնում ենք 1, 2, 3, 4, 5, 7 դրանք խորհրդանշում են 7 օրերը եւ 7 հեշտակները, որոնք որ հենց Տաուսի մարդու լուսերին են, երրորդությունը խորհրդանշում է աստվածային երրորդությունը եւ նաեւ եզդի ժողովուրդը բաժանվում է 3 խմբի՝ շեխեր, փիրեր եւ մերեքներ։ Այստեղ նաեւ մենք տեսնում ենք լուսինը եւ շողերը, որոնք արևը 20 նա ներկա է թե Տաուսի մարակը անդադ ծառայում է Աստծուն, այսինքն դրա համար մենք կոչում ենք Տաուսի մարակը որպես Աստծո տեղապատող, քանի որ Աստված կառնում այդ կառավարիչ հանձնել է մարակը Տաուսին գլխավոր հեշտակապետը։ Հիմա մենք կոչում ենք Տաուսի մարակից, այ ժողովուրդը կոչում է Գաբրիելը հեշտակապետ։ Յուրաքանչյուր ազգ իր լեզվով է կոչում հեշտակապետը։ Նաև հավայի լարուշից բերված ողը, ջուրը, քարը, հայտը, այսինքն ամեն ինչ կարող է որոշակի օրը մեզ կապեն նաև մեր ինչու է գլխավորսը հավայրը մեր ձևավորման եզների ձևավորման օրը սենդվիչ է պետք է եւ այնտեղ մեր գլխավորսը հավայրը բարի երկրների կապություն դողոկը տարածվում է լեռների մեջ է լեռների մեջ է այսինքն հեռու մնակավայրից այսինքն նա ժայռափոր է ժայռափոր չի, բայց ինքը ամբողջությամբ լեռներով եւ պարաններով Ասել բան։
Բարև Արչապետ, ձեզ մի հարց կարելի է։ Բարև ձեզ։ Կարևոր ես դրազգի ներկայացուցիչ եմ։ Ուզեի մի հատ հարց ունեի։ Իսկան տարի ինչի համար չեք դարիմեն եկեղեցի, չէ՞ որ ես երկար տարիներ չեք հրավիրում։ Պետք է հրավիրեք, չէ՞ որ եկեղեցի պետք է այստեղ բազմաթիվ անգամներ ինձ որպես Արչապետին է տարի դուք մի հատ Երբ մենք պարոն Բաբոյանի հետ նախորդ հանդիպումներ մեկի ժամանակ, երբ որ ինքնպես եզրերենով կազմային երևում քիչ մնացած, դա շատ կարևոր հարց է։ Ես հրավիրեցի աշխատանքային հանդիպման, եւ ասացի, որ ես կարծում եմ, որ մենք իրար հետ ապրում ենք, բայց բավարար չափով չենք կարող չունենալ ավանդույթները եւ այլն։ Եվ ես խնդրեցի պարոն Բալկանյանին, ասացի, եթե դա ընդունելի կլինի մեր համայնքի համար, որովհետև այնուամենայնիվ ես չեմ համարում, որ ես կարող եմ առանց հրավերի գալ մտնել տաճար, որովհետև սա սրբավայր է եւ մարդկանց զգացմունքների հետ մանավանդ որ ցավոք մենք իսկապես շատ
չենք ճանաչում, պետք է հաշվի նստել եւ երբ որ հրավեր ա եղել, առաջինից պատեհառիթի դեպքում ես այդ հրավերը ընդունել եմ, որովհետեւ երբ լիներ հրավերը, այդ հրավերը ես կընդունեմ։ Բայց չէ՞ որ Այո, ես առաջին վարչապետն եմ Հայաստանի ղեկավարը, որ այցելում եմ, եւ դա էլ է շատ։ Ես մտածել եմ, որ եթե միջև այդ չի եղել, կարող է համայնքի ցանկությունն է դա, որ այսպեսին անկեղծ կպատասխանեմ վարչապետ։ Սա կապված է ուղղակի ընտրությունների հետ, թե ուղղակի զուտ պարոն Բաքոյանի բարձրացրած հարցից հետո որոշեցիք որ դա։ Գիտեք ինչ, մենք ընտրություններում միշտ եզդիական համայնքի մեր սիրելի քույրերի եւ եղբայրների կողմից շատ բարձր վստահության քվե ենք ստացել, շատ բարձր առանց այցելությունների։ Եվ դուք կարող եք նայել նախորդ ընտրություններում թե 2018 թվականի, թե 2021 թվականի եզդիական բնակավայրերի մեր ցուցած արձանագրած արդյունքները եւ ես նաեւ ասեմ, որ դուք կարող եք տեսնել, թե վերջին տարիներին մենք եզդիաբնակ համայնքներում ինչպիսի ներդրումներ ենք արել, մենք ճանապարհներ ենք կառուցել, որ տասնյակ տարիներով 40 տարի եւ ավել չեն եղել։ Ես այցելել եմ նաեւ առաջին անգամ եզդիական բնակավայրեր են այցելել եւ մենք նաեւ Ալագյաս խոշորացված համայնքում մեծ ներդրումներ ենք անում եւ ելի եմ ասում նախկինում ոչ մի անգամ ես հրավեր չեմ ստացել, ես մի քանի անգամ պարոն Բաքոյանին խնդրել եմ, ասել եմ ես կարծում եմ եւ ընդհանրապես պարոն Սանդիկովին եմ միջազգային խնդրել, ասել Հայաստանի ազգային փոխանցությունների հետ մենք կապում ենք, բայց մի տեսակ չգիտեմ, լավ չենք ճանաչում մենք, դուք երևի ավելի լավ եք ճանաչում եւ անկեղծ մենք փոքրամասնություններ չենք համարում մեզ, մենք հայ ազգի հետ մեզ եղբայրներ ենք համարում, ոչ թե փոքրամասնություն, որովհետեւ այսօր տվյալներով ինչքան որ ծրագրացված ենք, շատ մեծ է մեր ժողովուրդը։ Այո, բայց ես օգտագործում եմ սահմանադրություն 2015 թվականին ընդունված սահմանադրության տերմինաբանությունը, որպեսզի մաքսիմալ կոռեկտ։ Ես մեկ էլ կխնդրեի բոլորը թող ֆիքսեն, որ ես Արշալույս գյուղից եմ, եւ ասեմ, այսօր կան հենց կապված խնդիրներ, որ Արշալույսում եզդիների տները վաճառում են անօրինական ձևի, եւ դա ճիշտ է, հիմա այդ հարցը չի, բայց ես ուզում եմ այդ հարցին շատերն եք հարկադիր, կատարողական են հիմնարկները, հիմնական վաճառում են եզդիների տները, անօրինական կոպեկներով, այդ հարցին խնդրում եմ, եթե այդքան նվիրված եք դուք մեր խալիով։ Տիկին խալիով, տեսեք, Հայաստանում դուք ես ուղիղ եթերում այցելում եմ տարբեր մարզեր, որ կտեսնեք, որ նմանատիպ հարցեր բարձրացնում են նաև Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, ես բացառում եմ, որ որևէ էթնիկ նկատառումով որևէ մոտեցում ցուցաբերի համեն դեպս եթե այդպիսի բան բարձվի, այդպես գործողները խստագույն պատժի կատարվի, բայց ես էլի ձեզ լսելով ուղի եթերում ատեղ ունենում, դուք եթե ժամանակ ունենաք կարող եք նայել, թե Եղվարդում այդպիսի հարց բարձրացնող կա, Արտաշատում այդպիսի հարց բարձրացնող կա, Արմավիրում այդպիսի հարց բարձրացնող կա։ Այո, տեղի եկեմ դրա համար ես յուղի հարցը բարձրացնում։ Բայց նաև մեր փորձը գոնե միջև այս պահը մեր ունեցած տվյալը ինչ է ցույց տալիս, որ օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պարտավորությունները չկատարելու հետ են կապված այդ դեպքերը, եթե կպարզվեն այլ իրավիճակներ, ես ձեզ հավաստիացնում եմ, խոստանում եմ, որ այդ իրավիճակներում պետությունը կգործի իր քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ։ Մեզ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մեզ համար կապ չունի ազգության հայ է, եզդի է, ռուս է, քուրդ է, ասորի է։ Սա մեր հողն է, սա մեր տունն է։ Մենք երբեք չենք էլ օտար տենց մեզ զգում Հայաստանից, որտեղ Հայաստանը մեր տունն է։ Մենք չամեն մի սխալ դետալի համար մենք էլ ձեզնից մեծ օտար չենք զգում եւ այսօրվա իմ այցը հենց դրա մասին է, որ եզդիների տոնը նաև իմ տոնն է եւ ես եկել եմ շնորհավորել ձեզ եւ ուրախ եմ ուղղակի հարցս դեղենց դրանում Պարոն Փաշինյան Շանում ենք եւ մեծ մենք ծրագիր ունենք
մի րոպե տրամադրել։ Չորրորդ կարգի վթարային շենքից ենք, հանգստան ես եկամ։ Այստեղից շենքը երևում է։ Ծրագրից ուշանում Ես կբերցնեմ։ ամենայեք ջան։ Մեր ծրագրից շուշանում։ Այս առաջին հեստերից այս փոքր տաճարից 2017 թվականից արվեց Մարիամ Մովսիսյանից եւ նախատեսված է այս փոքր կառուցվել եւ երկրորդ ժողովուրդը սկսված բազմացան այլոց ընդունեցին եւ ինքը տեսավ այդ ամենը ողջորությունը իսկապես ապշումեց այս ժողովրդի կողմից կառուցեց արդեն մեծը եւ արդեն հասցրեց այստեղ մենք տեսնում ենք Վարդան Միրզասուրյանի տամբարանը, որտեղ որ նա ուղարկավորված է հենց այս ամբողջ տաճարի հիմնադիրը հենց ամուսացել է Երեխեք միջոցառումը ինձ հուշում է Ինքո մասը նկարվել անցինք։ հայնելով, եթե կարակ հայնելով նկարվել Էլի Խաթը որտի չեմ գնացել, լսեք, չեմ հավատում, ոչ մեկ ինչի ձեզ եմ հավատում։ չեմ կարող միջոցառումը
հանուն մարդկության, հանուն ազգության, հանուն աշխարհի խաղաղության։ Ողջունում եմ Փուզալը ու կազմով մեկ բոլորիդ էլ շնորհակալ եմ։ Մեր կառավարությունից բոլոր շնորհակալ եմ, բոլորիդ ոտը խերով են։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։